Սպերջենի աստվածաշնչյան ընթերցանություն ամեն երեկո, ապրիլի 12։ Թագավորի պարտեզը, Նեեմիա 3 գլուխ 15-րդ խոսք։ Թագավորի պարտեզի հիշատակումը Նեեմիայի կողմից հիշեցնում է դրախտի մասին, որը թագավորների թագավորն էր պատրաստել Ադամի համար։ Մեղքն ամբողջովին ավերեց բոլոր ուրախությունների այդ սքանչելի բնակավայրը և մարդկանց որդիներին այնտեղից դուրս քշեց մշակելու հողը, որը փշեր ու տատասկներ է տալիս։ Ով իմ անձ, հիշիր այդ անկումը, որովհետև դա քո անկումն էր։ Լսիր և ողբա, որովհետև դու անարժան անդամն ես այն մարդկային ցեղի, որի գլուխն այդքան ամոթալի վերաբերմունք ցուցաբերեց սիրո Աստծո նկատմամբ։ Տես թե ինչպես են վիշապներն ու դևերը բնակվում այս հիասքանչ երկրի վրա, որ մի ժամանակ բերկրության պարտեզ էր։ Նայիր սակայն, ահա մեկ ուրիշ թագավորական պարտեզ, որի թագավորը իր արյունոտ քրտինքով է ջրում այն, Գեթսեմանին, որի դառը խոտաբույսերը շատ ավելի քաղցր են վերածնված հոգիների համար, քան Եդեմի անուշահամ պտուղները։ Այնտեղ էր, որ վերջ տրվեց օձի առաջին պարտեզում արած չարագործությանը։ Այնտեղ էր, որ երկրի վրա թափված անեծքը վերցվեց և դրվեց կնոջ խոստացված սերնդի վրա։ Ով իմ անձ, շարունակ խորհիր այդ տանջանքների ու չարչարանքների մասին, հաճախակի այցելիր ձիթենյաց Սարը և տես, թե ինչպես է քո փրկիչն ազատում քեզ քո կորսված վիճակից։ Հիրավի, սա պարտեզների պարտեզն է, որտեղ հնարավոր է տեսնել մեղքի ահավորությունը և սիրո զորությունը, երկու զարմանալի տեսարաններ, որոնք հավասարը չունեն։ Կա արդյոք մեկ այլ թագավորական պարտեզ։ Այո, ով իմ սիրտ, դու ես այդ պարտեզը։ Արդյոք այնտեղ ծաղկում են ծաղիկները։ Արդյոք այնտեղ ընտիր պտուղներ են հայտնվում։ Արդյոք թագավորը զբոսնում և հանգստանում է իմ հոգու կացարանում։ Ես պետք է հետևեմ, որ բոլոր բույսերը մշակվեն և ջրվեն, իսկ այգիները ավերող փոքրիկ աղվեսները դուրս հանվեն։ Արի Տեր, և թող քեզ ուղեկցող երկնային քամին այգուդ անուշահոտությունը տարածի ամենուր, և չմոռանանք նաև եկեղեցին, որը նույնպես թագավորի պարտեզ է։ Ով Տեր, ծաղկեցրու այն, վերակառուցիր նրա պատերը, սնիր ու աճեցրու նրա բույսերը և հասունացրու նրա պտուղները, այդ հսկա անպտուղ անապատը դարձնելով թագավորական պարտեզ։